Բնապահպանության վարչությանը հանձնարարական համար 90 ներկայացնել 2025 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսների վերաբերյալ օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները։ Պարոն քաղաքապետ, ավականու որոշման պահանջի համաձայն շինհրապարակներում տեղադրված օդի որակի մոնիթորինգի 172 սարքերից 25 թվականի օգոստոս ամսվա համար ստացվել են հետևյալ տվյալները, ուրեմն 65 եղել է արժեքը PM2.5-ի համար և PM10-ի համար այն կազմել է 15 և երկուսն էլ գտնվում են լավ կամ չափավոր միջակայքերում։ Միևնույն ժամանակ 24 թվականի օգոստոսին տեղադրված են եղել 97 կայաններ, համապատասխանաբար 56 և 15 արժեքներն են եղել PM2.5-ի և PM10-ի համար։ Սեպտեմբեր ամսվա համար արդեն ունենք 166 կայաններ, որոնցից ստացված տվյալների համապատասխան PM2.5-ի համար կազմել է 58, իսկ PM10-ի համար 12, նորից գտնվում են լավ կամ չափավոր միջակայքերում։ 24 թվականի միևնույն ժամանակահատվածի համար նշեմ, որ տեղադրված են եղել 131 կայաններ և ստացված արժեքները կազմել են 55 և 18 PM2.5-ի և PM10-ի համար։ Շնորհակալ եմ Տիկին Հայկազյան, նորից արձանագրենք հետևյալը, անկախ այն լուրերին, որ Երևան քաղաքում այս ամառային շրջանում, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, դա ուղղակի իրականությանը չի համապատասխանում և սա ապացուցում են այն բոլոր սարքերը, այն բոլոր 166 սարքերը, որոնք որ տեղադրված են Երևան քաղաքում, բայց նաև հիշեցնեմ, հարգելի գործընկերներ, օդի որակի հետ կապված մեր խնդիրները շուտով կսկսեն նոյեմբեր ամսին և այդ առումով մենք վստահաբար ունենք անելիքներ և քառամյա մեր ծրագրի տարբեր հատվածներ պարբերաբար Տիկին Հայկազյան դուք հնչեցնում ենք այստեղ և պետք է խնդրեմ մի փոքր մեր կենտրոնացումը ֆիքսենք ձմեռվա ամիսներին օդի որակի վրա և այդ ուղղությամբ արվող աշխատանքների։ Ինչի եմ հատուկ շեշտում, տեսեք, Տիկին Հայկազյանը նշում է, որ շինհրապարակներում տեղադրված մեր սարքերից ստացված օդի որակի վերաբերյալ PM2.5-ի ցուցանիշը կազմել է 65 օգոստոս ամսին։ 0-ից 60 միջակայքը այս ցուցանիշի դա գերազանց օդի որակն է։ Մեզ մոտ 65-ը դա լավ օդի որակն է, այսինքն նվազագույն աղտոտվածության չափանիշն է և հետևապես սա ևս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, որ օգոստոս ամսին, որ սեպտեմբեր ամսին մեզ մոտ օդի որակը գերազանց կամ լավ միջակայքում է գտնվել։ Սա անառարկելի փաստ է։ Վիզուալ առումով վստահաբար շատ տեղեր մենք տեսնում ենք, որ շինարարությունը որոշ չափով խնդիրներ բերում է և որոշ կետային խնդիրներ վստահաբար ունենք և այս մասին ես ասացի, հետևապես մենք դեկտեմբեր ամսին հավաքանում մեր որոշումները այնպես ենք կառուցելու, որ կառուցապատողները, ովքեր որ խախտում են ավականու կողմից սահմանված փոշու ցանցերի կահավորման որևէ տեսակի աղտոտում են բերում ընդհանուր քաղաքին, իրենք իրապես խստորեն պատժվելու են ռետրոսպեկտիվ, պատժվելու են այն պահին, երբ որ գան շինթույլտվության երկարաձգման, իսկ գրեթե բոլորը այդ փուլին գալիս և հասնում են։ Եվ հատուկ ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, հարգելի կառուցապատողներ, սիրելի երևանցիներ, կարծում եմ այս խոսակցությունները բավարար են, որպեսզի մենք իրար ճիշտ հասկանանք։ Տեսեք, մենք սկսեցինք հստակ կանոններից, որոնք որ թողեցինք նաև որոշ չափով կառուցապատողների պատասխանատվությանը, հասկանալով, որ տուգանքի չափը փոքր է, այսինքն եթե դու այդ ցանցերը չես քաշում, մոտավորապես 70,000 դրամ ես վճարում տուգանք, ճիշտ եմ, պարոն Ղուկասյան։
Այո, պարոն քաղաքապետ։ Հիմա շատերը մտածեցին, վայ դե ինչ մի տենց այդ 2 միլիոն, 3 միլիոն կամ 4 միլիոն դրամ ծախսը անեմ, այդ ցանցերը քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, հենա կվճարեմ այդ 70,000 դրամ։ Հարգելիներս, ես ձեզ վստահեցնում եմ, դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ դա վստահեցնում եմ։ Այն ավականու որոշումը, որ այս դեկտեմբերին կընդունվի, ուղղակիորեն ազդելու է ձեր ֆինանսական վիճակի վրա։ Եվ այն турքերը, որոնք որ դուք ստիպված կլինեք վճարել, չպահպանելով Երևանի ավականու կայացրած որոշումները, վստահորեն շատ եւ շատ ֆինանսական բարդություններ կարող են առաջացնել։ Հետևաբար խնդրում եմ օր առաջ եւս մեկ անգամ մտածել ձեր ընդհանուր քաղաքականության մասին, որովհետև անընդհատ մենք տենց անընդհատ խոսում ենք, գնաց նաև մեր գործընկերների հետ քննարկում եղավ տուգանքի ավելացման հետ կապված, տենց, չգիտեմ, ինչ որ մի կետում այդ քննարկումն է մահացավ, չգիտեմ նույնիսկ ինչ պատճառով եւ չգիտեմ ինչու չընդունվեց, որովհետեւ անտրամաբանական է ունենալ 70,000 դրամ տուգանք մի ծրագրի համար, որը նվազագույնը քո վրա պետք է նստի մի քանի միլիոն դրամ, իրոք հենա կտուգանվեն էլի մարդիկ։ Իսկ հիմա հարգելիներս այնց ռադիկալ եւ 180 աստիճան հակառակ process-ն է տեղի ունենում։ Ով քաղաքականությունը չպահպանեց Երևանի ավականու կողմից ընդունած շատ եւ շատ փոշմանելու է։ Շատ եւ շատ փոշմանելու է։